Ողջույն, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու, թե ինչպես հաղթահարել մտերիմ մարդու պատճառած ցավը, չինական իմաստության դասեր։ Վիրավորանքը բաց թողնելն ազատում է քեզ, այլ ոչ թե նրան, ով ցավ է պատճառել։ Զայրույթ պահել նշանակում է սնուցել տագնապն ու գրգռվածությունը ներսում, տառապանքը վերածելով ծանր բեռի։ Մտերիմ մարդու պատճառած ցավը հատկապես սուր է զգացվում։ Այն խոցում է ոչ միայն սիրտը, այլև վստահությունը, որը դուք կառուցել եք տարիներով։ Երբեմն թվում է, թե այդ վերքը երբեք չի սպիանա, սակայն չինական փիլիսոփայությունը մեզ սովորեցնում է հատուկ վերաբերմունք տառապանքների նկատմամբ։ Դրանք անխուսափելի են, բայց դրանց իշխանությունը մեզ վրա ոչ։ Այսպիսով, մի չարացիր նրա վրա, ով նեղացրել է քեզ, ինչպես ջուրն է սահում քարի վրայով, այնպես էլ քո ցավը կմեղմանա, եթե բաց թողնես այն։ Ընդունեք ձեր ցավը։ Առաջին քայլը չձևացնելն է, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Ցավի ընդունումը բնական արձագանք է դավաճանությանը կամ հիասթափությանը։ Չինական իմաստությունն ասում է. ճանաչելով սահմանը ձեռք ես բերում կայունություն։ Էմոցիաների ընդունումն օգնում է որոշել սեփական ներաշխարհի սահմանները եւ գտնել կայունություն։ Խորհուրդ. ժամանակ տվեք ձեզ զգալու ցավը։ Միշտ ապեք մոռանալ կամ թրջել էմոցիաների վրայով, դա միայն կդժվարացնի ապաքինումը։ Թույլ տվեք էմոցիաներին հոսել։ Մի զսպեք զայրույթը, վիրավորանքը կամ արցունքները։ Ինչպես ասում է չինական առածը, եթե ջուրն ազատ է հոսում, այն չի լճանում։ Էմոցիաները նման են գետի։ Եթե դրանք զսպեք, դրանք կհեղեղեն, ափն ու ավերածություններ կբերեն, իսկ եթե թույլ տաք հոսել, դրանք կմաքրեն եւ կբուժեն։ Խորհուրդ. օրագիր պահեք։ Խոսեք վստահելի մարդու հետ։ Լաց եղեք, եթե դրա կարիքը կա։ Սա օգնում է վերամշակել ցավը, այն ներսում պահելու փոխարեն։ Ցավի մեջ դաս փնտրեք։ Յուրաքանչյուր վերք իմաստություն է կրում։ Չինական առածը հիշեցնում է. ուրախություն գտնել վշտի մեջ։ Ցավը սովորեցնում է մեզ հասկանալ ինքներս մեզ, մեր սահմաններն ու արժեքները։ Երբեմն հենց տառապանքի միջոցով ենք իմանում, թե ով է իսկապես կարևոր մեր կյանքում եւ որտեղ ենք մենք ինքներս չափազանց դյուրահավատ եղել։ Խորհուրդ. փորձեք դաս գտնել կատարվածի մեջ։ Սա ուրիշի արարքների արդարացում չէ, այլ տառապանքը անձնական աճի վերածելու միջոց։ Կիրառեք ներումը։ Ներել չի նշանակում արդարացնել ուրիշի սխալները։ Վիրավորանքը բաց թողնելն ազատում է ձեզ ոչ թե նեղացնողին։ Զայրույթ պահել նշանակում է սնուցել տագնապն ու զայրույթը սեփական ներսում։ Փորձեք մտովի ասել ինքներդ ձեզ. ես բաց եմ թողնում սա հանուն ինձ։ Նույնիսկ փոքր քայլը դեպի ներում նվազեցնում է ներքին լարվածությունը։ Կենտրոնացեք ներկայի վրա։ Ցավը հաճախ ուժգնանում է, երբ մենք վերադառնում ենք անցյալ եւ խորհում, թե ինչու այդպես եղավ։ Կոնֆուցիոսը սովորեցնում էր. մարդը, ով չի գնահատում ներկան, կորցնում է ուժը։ Ընթացիկ պահի վրա կենտրոնանալն օգնում է աստիճանաբար բաց թողնել ապրումները եւ կառուցել նոր կյանք առանց անցյալի բեռի։ Գիտակցվածության պրակտիկաները, շնչառությունը, զբոսանքը, բնության դիտումը օգնում են մնալ ներկայում եւ չսևեռվել հին վերքերի վրա։ Օգտագործեք հոգին հանգստացնող պրակտիկաներ։ Չինական ավանդույթում կան ներքին հավասարակշռության պարզ միջոցներ, շնչառական վարժություններ, մեդիտացիա, թայչի, թեյախմություն, արարողություններ։ Դրանք սովորեցնում են ուշադրություն, համբերություն եւ ընդունում։ Պահպանեք հավատը հարաբերությունների եւ ինքներդ ձեր հանդեպ։ Ցավը չպետք է կործանի վստահելու եւ սիրելու ձեր ունակությունը։ Չինական առածը հիշեցնում է. մեծ ուղղամտությունը ճկուն է թվում, մեծ իմաստությունը պարզ։ Ապրած ցավը մեզ ավելի ուժեղ է դարձնում եւ սովորեցնում գնահատել իրականը։ Խորհուրդ. մի փակեք ձեր սիրտը մեկ վերքի պատճառով։ Աստիճանաբար բացվելով աշխարհին դուք կրկին կզգաք շփման եւ մտերմության ուրախությունը, բայց արդեն ավելի մեծ իմաստությամբ։ Մտերիմ մարդու պատճառած ցավը կյանքի անխուսափելի մասն է, սակայն էմոցիաների ընդունման, վիրավորանքները բաց թողնելու եւ դասերը հասկանալու միջոցով մենք ձեռք ենք բերում ներքին ազատություն։ Ժամանակին բաց թողած էմոցիաները դառնում են ուժի աղբյուր, այլ ոչ թե շղթաներ։ Թող դեպի ներում եւ ընդունում տանող յուրաքանչյուր քայլ լինի ձեր անձնական ճանապարհորդությունը դեպի ինքներդ ձեզ հետ հաշտություն։ Եթե դու բաց թողնես ցավը, այն կվերածվի դասի, եթե բաց չթողնես, այն կդառնա ծանրություն։ Դե ինչ, շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին առավել հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։